անգամ եթե Գագիկ Ծառուկյանը չվերադառնար քաղաքականություն, ես Գագիկ Ծառուկյանին ասել էի հունվարի 20-ը, 25-ը ինձ համար վերջնաժամկետն էր, եթե Գագիկ Ծառուկյանը չէր վերադառնում, ես դուրս էի գալու քաղաքականությունից, դա եղել էր իմ անձնական որոշումը, դժվար եղավ պարոն Ծառուկյանին համոզել կրկին վերադառնալ քաղաքականություն, բայց այս պահին ավելին, քան այն, որ իսկապես այնինչ ես ասեցի իմ խոսքում բացարձակապես անկեղծ էր, որ Գագիկ Ծառուկյան եւ Բարգավաճ Հայաստան դա անկախտելի միասնական ընկալում ունի մեր ժողովրդի եւ հանրության մեջ եւ այսօր մեր կուսակցության առաջնորդը կրկին վերստանձնեց կուսակցության նախագահի եւ քաղաքական խորհրդի նախագահի լիազորությունները։ Ասել եք, որ այսօր նաեւ հայտնի կդառնա ինչ ձևաչափով է Բարգավաճ։ Ուրեմն եթե դուք կբերեք որևէ հարցազրույց, որտեղ կոնկրետ ես ասել եմ, որ համագումարի օրը մենք հրապարակելու ենք դաշինք, ես ասել եմ որևէ անուն, ոչ այսօր, ոչ վաղը, միջև վերջնական բանակցությունները քաղաքական ուժերի հետ չավարտվեն, գոնե դուք ինձանից որևէ անուն, ոչ որևէ քաղաքական ուժի, ոչ որևէ գործչի չեք լսելու։ Նկատեցիք, որ ՀՇ-ն եւ նաեւ միասնություն կուսակցությունը եւ մի շարք այլ կուսակցություններ, որոնք ձեզ հետ բանակցությունների մեջ էին, նրանք ներկա չէին։ Ուրեմն ես չեմ կարող ասել, կազմակերպչական խնդիրներով ես չեմ զբաղվել, շատ շնորհակալ եմ։ Բայց բանալի դուք ասեցիք, որ դուրս էի գալու, ասեցիք եթե Ծառուկյանը չվերադառնար քաղաքականություն, ես հրաժարական էի տալու Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահի պաշտոնից, դա լինելու էր իմ անձնական որոշումը։ Հիմա Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն եւ ստանձնեց կուսակցության նախագահի պաշտոնը։